Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գարի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս շարունակում է ներկայացնել ընտրատեղամասերից տվյալները, տեսնենք թե այս պահին ինչ վիճակ է։ Այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 2005 տեղամասերի արդյունքները։ Ընտրողների թիվը 1,476,916 եւ տեսնենք թե ինչ վիճակ է։ Քաղաքացիական պայմանագիր 49,81%, Ուժեղ Հայաստան 23,29%, Հայաստան Դաշինք 9,94% և Բարգավաճ Հայաստան կուսակցություն 4%։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր է ավարտել ձայների հաշվարկն ու ներկայացրել նախնական արդյունքներ։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագիրն ու Փաշինյանը ասուլիս էին հրավիրել ընտրատեղամասերի փակվելուց 6 ժամ հետո եւ դեռ հայտնի էր ձայների ընդամենը 10%-ը ու հայտարարել, թե հաղթել են ընտրությունում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը։ Սամվել Կարապետյանն էլ հանդես է եկել հրատապ հայտարարությամբ, անդրադառնալով ընտրության Ուժեղ Հայաստանի կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը խայտառակ պարտություն է կրել, իրենք չեն ունենալու հաղթանակ եւ ըստ Կարապետյանի իրենց դեմքերից երևում էր, որ պարտված են։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել։ Հայաստան Դաշինքը հայտարարել է, որ կենտրոնական շտաբը եւ Դաշինքի վստահված անձինք ամբողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել է, որ նախքան ընտրության արդյունքների ամփոփումը Փաշինյանի հայտարարությունները պարզապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու եւ իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս գրանցված բոլոր ընտրախախտումների համար։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Արդյունքների եւ անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո։ Անդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ընդգծել է, որ պաշտոնական ասուլիսով հայտարարել հաղթանակի մասին, երբ ընդամենը ամփոփվել են տեղամասերի 15-ից 20%-ի տվյալները, նշանակում է մեկ բան՝ ոտքերը սրբել իրավական երկրի վրա, օրենքի, բարոյականության եւ առհասարակ սահմանադրության վրա։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով էլ Նիկոլ Փաշինյանի սեփական հաշվարկների հիման վրա հաղթանակի հապշտապ հայտարարությունն առնվազն կասկածելի է։ Հաշվարկները կասկածելիորեն երկար են տևում։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ հրապարակել է լուսանկար եւ անդրադարձել ասուլիսի ընթացքում ԿՊ-ականների դեմքի արտահայտություններին։ Նա պնդել է, որ սա հաղթած թիմի տեսք չէ։ Սա ընտրությանը պարտված եւ զանգվածային բռնություններով եւ խախտումներով չակերտավոր հաղթանակ կերտած բանդայի կեցվածք է։
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ համոզված է, որ պարզ է, թե ինչու էր Փաշինյանը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերի 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել։ Գործող իշխանությունն ունի դրված խնդիր ամեն գնով հաղթանակ հռչակել։ Դրա համար էլ մյուս տեղամասերի հաշվարկն իրենց համար հետաքրքիրել չէր, վստահ է Աբրահամյանը։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն անդրադարձել է խոշոր քաղաքներում Երևանում, Վանաձորում եւ Գյումրիում քվեների հաշվարկի տարօրինակ արագությանը։ Նա համոզված է, որ դրանք քաղաքացիական պայմանագրի նոր մանիպուլյացիաներն են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու է հենց այս բնակավայրերում ձայների հաշվարկն այդքան դանդաղ ընթացել։ Ըստ քաղաքագետի, եթե պատասխանն այդպես էլ չհնչի, կարող են տրամաբանական հիմքեր առաջանալ մտածելու, որ խոշոր քաղաքներում ձայների հաշվարկը միտումնավոր է դանդաղեցվել, ընդ որում հենց այնտեղ, որտեղ քաղաքացիական պայմանագրի դիրքերը թույլ են։ Իսկ ինչու է դա արվում, ժամանակ շահելու համար, իսկ ինչի համար, որպեսզի հրաշքով հանկարծ գիշերն ինչ-որ բան պատահի քվեաթերթիկների հետ, այսօր մեր տեսած բոլոր խախտումներից հետո դա այնքան էլ դժվար չէ պատկերացնել։ Մենք տեսանք, թե ինչպես էին մարդկանց ուղղորդում տեղամասեր, խմբերով ու անհատապես մտնում քվեախցիկներ, մեքենայություններ անում քվեաթերթիկների հետ եւ այլն։ Ով կերաշխավորի, որ մանիպուլյացիաները չեն շարունակվի նաև գիշերը եւ որ ռեժիմի նպատակը սահմանադրական մեծամասնության հասնելը չէ Ալիևի բոլոր պահանջներն առավելագույնս կատարելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում, մենք կհանդիպենք ժամը 12-ին առայժմ։